Ալավերդու մաքրության պահպանման համար քաղաքի բոլոր թաղամասերում և փողոցներում տեղադրված են աղբարկղեր։ 2005 թվականի վերջերին հունական կառավարության կողմից Ալավերդի համայնքը աջակցության կարգով ստացավ 2 աղբատար մեքենա և 140 աղբարկղ։ Մինչ այսօր մենք օգտվում ենք այդ 2 մեքենայից և աղբարկղներից։ Հիմա մենք արդեն քանի որ ընդլայնել ենք աղբահանության մեջ ընդգրկված թաղամասերը, արդեն մենք զգում ենք աղբարկղների պակաս և նաև եղած աղբարկղների ներկուն թարմացում պետք է անենք։ Սակայն աղբարկղից շուրջ 30-ը քաղաքապետի խոսքով բնակիչները կոտրել և շահագործման համար ոչ պիտանի են դարձրել։ Շատ ավելի մեծ վնաս են հասցնում մեր համաքաղաքացիները փոքր աղբարկղերին, դեղին աղբարկղերին։ Ես միշտ շեշտել եմ հետևյալ հանգամանքը, որ մենք ինչքան ջանք էլ գործադրենք, ինչքան գումարներ էլ ծախսենք աղբահանության, կոմունալ տնտեսության, փողոցների մաքրման վրա, դա արդյունքը կտա միայն եթե մեր բնակիչները ևս ճիշտ վայրերում աղբթափեն։ Ինչ կարամ ասեմ, ամոթ մեր խալխին շատ այդ մասին ես ամեն դենալով ցավում եմ, որ կոտրում են, փչացնում են։ Չէ՞ որ դա մեր գեղեցկությունն է, մեր մաքրությունն է։ Խիստ դեմ եմ, որ ջարդում են։ Չի կարելի, մի քիչ կարելի է մակարդակի գալ։ Այդ անշնորհքությունն է, այդ ամենաանշնորհ մարդիկ է։ Վերջին ժամանակներում աղբարկղեր են տեղադրվել նաև քաղաքի Սանահին կայարան և Էնգելս թաղամասերում, որտեղ նախորդ տարիներին աղբահանություն չէր իրականացվում։ Էնգելս թաղամասում բարդությունը կապված էր ճանապարհների անանցալության հետ և բնակչությունը զրկվում էր որոշ ծառայություններից օգտվելու հնարավորությունից։ Հիմա ճանապարհաշինական ծրագրերի իրականացման զուգընթաց նաև այդ խնդիրը լուծվում է։ Արդեն 2 տարի է քաղաքն ունի նաև պլաստիկ շշերի համար նախատեսված արկղեր, սակայն դրանք նույնպես մեր քաղաքացիները ոչ միայն չեն պահպանում, այլև գողանում են։ Եթե ինչ-որ մեկը մի բան հավանեց, որ կարող է իր անձնական հողամասում այգում պետք է, մեկ է տեսնում ես տարավ։ Եվ ցավը նրանում է, որ մենք տարվում անեն այնպիսի պայմանների միգուցե գիշերը, որ տեսնող չլինի, հնարավոր էլ չէ մինչև հիմա որևէ մեկին հայտնաբերել վնաս հասցնողներից, որպեսզի համապատասխան վարչական տուգանքի ենթարկել։ Քաղաքապետ Արտավազդ Բարոսյանը նշեց, որ փողոցների աղբարկղերի համալրման խնդրով քաղաքապետարանը կզբաղվի 2013 թվականին և մեկ անգամ ևս կոչ արեց քաղաքի բնակչությանը պահպանել եղած աղբարկղերը։ Մանեխ Լոպուզյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։